Ունենք դեպքեր, բայց տարեցների հետ է հիմնականում կապված, երբ որ տարեցները չիմանալով իրենց իրավունքը ոնց իրացնեն, քվեախցից դուրս են գալիս բաց տեսքով, այսինքն կարող ես դիտարկել որպես բաց քվեարկություն, բայց իմ որակումը գոնե այս փուլում, որ ես ինչքանը որ հասրել եմ դիտեմ, այդ մարդիկ իրոք տարիքի հետ կապված, սահմանափակ շարժունակությամբ մարդիկ են կամ ասենք օրինակ քաղաքացուն ուղղորդում են, որ ներսի այդ քվեախցի աղբի համար նախատեսված վայրում նետի, չի կողմնորոշվում աղբամանը ման գալիս շուրջ բոլորը, այսինքն այդ աշխատանքները հիմնականում հանձնաժողովի թերությունից է գալիս, որտեղ ակնհայտ տեսնելով, որ մեծ մարդ է տարիքով, պետք է փորձեն ի սկզբանե բացատրեն իր իրավունքները ինչպես իրացնել, ոչ թե թողնեն իրացնի, սխալվի նոր, եթե 30 տարեկանի մասին լիներ խոսքը, կասեի այո, միտումնավոր է արվեց, կուտակումներ կան բավականին դրսի հատվածում, մասնավորապես Արագած գյուղից ես նոր եմ վերադառնում, թե գյուղապետարանի հատվածում, թե դիմացի հատվածում բավականին մեծ խմբերով կանգնած են, Գյուղապետարանը 50 մետրի այդ արգելքից ավելի հեռու է, այսինքն այդտեղ կարող են հավաքվել, պատճառաբանում են ամեն օր էլ այստեղ ենք, լավ են անում, հավաքվում են, բայց ակնհայտ է, որ քաղաքացիներ, որոնք այդ ճանապարհը անցնելով պետքա մոտենան ընտրատեղամասին, զրույցի են բռնվում, խոսում են, մենք բավականին ժամանակ կանգնեցինք, հասկացանք, որ գրեթե ոչ մի անցորդ չպիտի այդտեղով անտարբեր անցնի, անպայման զրույցի պիտի բռնվեն, ենթադրում ենք, որ նաև կարող է հնարավոր լինի ուղղորդեն, բայց չեմ կարող ապացուցել